Լոռու մարզի շնորհգետի ավազանը գիտական նոր ուսումնասիրության առարկա։ Կրտսեր գիտաշխատող Անի Սարատիկյանի հետազոտության թիրախում Թեղուտի հանքավայրի տարածքում գտնվող երկաթեդարյան դամբարադաշտերն են։ Վերջին տարիներին այնտեղ պեղված բրոնզեդարյան, միջնադարյան եւ երկաթեդարյան 311 դամբարանները։ Աշխատանքի սահմաններում ուսումնասիրվում է 131 դամբարան, որոնք շատ հարուստ հնագիտական նյութ են ներկայացնում, ուսումնասիրվում է ավելի քան 1200 գտածով, որոնք ինչպես կերամիկա են ներկայացնում խեցեղեն, մետաղ, այնպես էլ զենքեր, զարդեր եւ այլ նյութերից պատրաստված առարկաներ։ Հետազոտության արդյունքում համալրվել է Շնորհգետի ավազանի հնագիտական հուշարձանների ցանկը։ Նախկին 13-ի փոխարեն այժմ հայտնի է 54 հուշարձան։ Մեր աշխատանքները փրկարարական պեղումներ են, այսինքն մեր առաջնահերթությունը կայանում է նրանում, որպեսզի մենք հուշարձանը փրկենք, ֆիքսենք ճարտարապետը գա ֆիքսի նրա չափերը, հնագետը գտածոները եւ հետագայում դրանք ուսումնասիրենք գիտության նպատակով։ Նման ծավալ եւ բացառապես երկաթի դարին վերաբերող նյութեր մինչ այժմ գիտական շրջանառության մեջ չեն եղել, նշում է հնագիտության ոլորտում նշանակալի ներդրում ունեցող գիտաշխատողը։ Դու ի սկզբանե չգիտես ինչպիսին կլինի վերջնարդյունքը, բազմաթիվ անհայտներ կան, բայց հենց այդ անհայտները բացահայտելը դառնում է այսպես ոգևորող հանգամանք, որպեսզի կարողանաս առաջ շարժվել։ Անի Սարատիկյանի խոսքով հնագիտական աշխատանքը պահանջում է մեծ պատրաստվածություն եւ համբերություն, դաշտային պայմանները, եղանակային փոփոխություններն ու աշխատանքի կազմակերպումը հաճախ բարդություններ են ստեղծում։ Այն միտքը, որ որևէ մի բեկոր, որևէ մի առարկա կարող է գիտությանը մեծ նպաստ բերել, դա արդեն մեծ ոգևորության առիթ է, որպեսզի անտեսենք մյուս հանգամանքները եւ փորձենք լինել գիտությանը այսպես ասած հավատարիմ։ Յուրաքանչյուր նոր բացահայտում ոչ միայն անցյալի վկայություն է, այլև Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը գիտական հենքի վրա դնելու եւ միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորություն։ Հասմիկ Պողոսյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրերի համար։